Օրհնյալ է մեր Աստված, ամեն։ Հետաքրքիր է մեր քրիստոնեական կյանքը շատ կարևոր է, որ ուշադրություն դարձնենք, որովհետև մարդը հոգու մեջ ծնվում է, աճում է, բայց դրանով չվերջացավ, ինքը պետք է հասունանա, ինքը պետք է աճի, ինքը պետք է առաջ գնա։ Երբեք ու երբեք երեխան ծնվում է, չենք դրա վրա ուրախանում ու կայնում, վсё։ Հələ խնամք ենք տանում, մեծացնում ենք, հասունացնում ենք, լավ գործի ենք ընդունում, ուզում ենք որ օրհնված լինի ինքը շրջապատի համար, այսինքն ծնունդը դա սկիզբն է մարդու կյանքի մեջ։ Բայց չգիտեմ ինչի հոգևոր կյանքի մեջ դա սկիզբը չի, դա վերջն է։ Հոգևոր ծնունդը դա աշխարհի համար է վերջ, բայց հոգևոր մարդու համար դա սկիզբն է։ Մենք պետք է հոգևոր կյանքի ուղղությունով մտածենք, այն մարդը որ մտածում է աշխարհի ձևով, ինքը ասում է վсё, եկավ ապաշխարեց պրծավ, չէ, չի պրծել։ Հոգևոր աշխարհի մեջ դա սկիզբն է, սկսվեց արդեն։ Դրա համար շատ կարևոր է որ մենք ուշադրություն դարձնենք մեր հասունությանը, մեր ընթացքին, մեր կարևորության, որ մենք հասունանանք Աստծո մեջ։ Մենք ունենանք մեծ աճ Տիրոջ մեջ։ Ամեն։ Հետաքրքիր է Հովհաննես Ավետարան 3-րդ գլուխ 3-րդ խոսքից 3-րդ 6-րդ խոսքերը, ասենց ասում է Հիսուս պատասխանեց եւ ասեց նրան. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մեկը վերստին չծնվի, կարող չի սարքայությունը տեսնել։ Նիկոդեմոս նրան ասեց. մարդ ինչպես կարող է ծնվել, որ ծեր է։ Միթե կարող է երկրորդ անգամ իր մոր արգանդը մտնել եւ ծնվել։ Հիսուսը պատասխանեց. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի, նա կարող չի սարքայությունը մտնել։ Մարմնի ծնունդը մարմին է եւ հոգու ծնունդը հոգի է։ Հետաքրքիր է որ Հիսուսը երկու ծնունդը բերեց առանձնացրեց իրար։ Այն որ մարմնի ծնունդն է, այդ ձե մարմնի ծնունդով չի տեղի ունենում հոգու ծնունդը։ Իսկ այն որ հոգու ծնունդն է, հոգու ծնունդը չես կարա մարմնի ծնունդ ստեղծես։ Մարմնի ծնունդը իր պրինցիպ ունի, որ մայր է պետք այնտեղ։ Հոգու ծնունդը իր պրինցիպ ունի, որ հոգի է պետք այնտեղ։ Եվ սրանք մենք չենք կարա խառնենք։ Նույն ձևի մարմնով որ աճը ուրիշ պրինցիպ ունի, հոգևոր աճը ուրիշ պրինցիպ ունի։ Ու շատ անգամ հոգևոր մարդը լինելով, մարմնավոր սկզբունքներով ուզում է իր հոգևոր աճը տեղի ունենա, չի ստանա։ Մենք պետք է հասկանանք մի բան, որ մեր հոգին աճելու համար հոգևոր պրինցիպներով պետք է աճացնենք իրան։ Մի քիչ առաջ կգնանք կաճենք, այսօր ես ուզում եմ խոսամ հոգևոր այդ հասունության մասին, աճի մասին։ Որտեւ ինչ-որ չափ ծնվել ենք, ինչ-որ չափ գնացել ենք, բայց հələ չենք հասունություն ունեցել, որ կարողանա Աստված ավելի վստահի մեզ։ Աստված գործում, Աստված կա, Աստված հավիտյան է։ Բայց մենք ենք ժամանակավոր ինչ-որ չափերի մեջ մտնում։ Դրա համար մեզ պետք է որ մեր մտածելակերպն էլ հասունանա, հոգևոր հասունություն ունենա։ Ամեն։ Նիկոդեմոս ասեց. ոնց կարա մարդ երկրորդ անգամ ծնվի։ Հիսուս ասեց. մարմնի ծնունդը դա մարմինն է, թող մարմնին հանգիստ։ Մորդ էլ հանգիստ թող, սաղին հանգիստ թող, պապային էլ հանգիստ թող։ Իրան պետք չի քո հոգևոր ծնունդը, հոգևոր ծնունդին պետք է Տիրոջ հոգին։ Նրանից պետք է ծնվենք։ Դեպի նրան պետք է գնանք։ Մեր ներսի խաղցը դեպի նա պետք է լինի։ Որովհետև եթե մարդու ներսում ծարավ չլինի դեպի Հիսուս Քրիստոս, ինքը չի կարող վերստին ծնունդ ունենա։ Ինչ տեղի ունեցավ, մարմնի ծնունդը մորից ծնված չէ ու մորով էլ աճեց, մեծացավ, հասունացավ, նույնը հոգու ծնունդը պետք է վերստին ծնունդը հոգուց լինի ու հոգով պետք է աճենք։ Հոգուց ծնվենք։ Այսինքն մեր ներսում պետք է ծարավ դնենք դեպի Հիսուս Քրիստոս։ Պետրոսը տեսեք ինչ ասում Պետրոսի թղթերում, առաջի գլուխ 23-ից 25-րդ խոսքերը։ Ասում է վերստին ծնված լինելով ոչ թե ապականության սերմիցը, այլ անապական սերմիցը, Աստծո կենդանի եւ հավիտենական խոսքով, որովհետեւ ամեն մարմին խոտի պես է եւ մարդի ամեն փառք խոտի ծաղկի պես է, խոտը չորացավ եւ նրա ծաղիկը թափվեցավ, իսկ Տիրոջ խոսքը մնում է հավիտյան, եւ սա այն խոսքն է, որ ձեզ ավետարանվեցավ։ Այսինքն մարմնի ծնունդը դա ժամանակավոր է, դրա մեջ փչանում է, դրա մեջ կա զորավոր ժամանակ, կա հիվանդության ժամանակ, կա երիտասարդ ժամանակ, կա ծերության ժամանակ եւ կա մահվան ժամանակ։ Մարմնի ծնունդը է ծեվա, բայց ասում է հոգու ծնունդը, խոսքից ծնվածը չի կարա փչանա, որովհետեւ ինքը չափականացու սերմ ունի։ Իր մեջ չկա հնանալ, իր մեջ չկա տկարանալ, թուլանալ։
Դրա համար շատ կարևոր է որ մենք ուշադրություն դարձնենք հոգու ծնունդի մեջ, չկա տկարություն, չկա թուլություն, չկա հիվանդություն։ Դրա համար շատ կարևոր է որ մենք իմանանք այն խոսքից մենք ծնվեցինք, որ խոսքը չունի հիվանդություն։ Մենք բոլորս ոնց նման ենք մեր ծնողներին, մենք այդ ձևել նմանվում ենք Աստծուն, որից որ ծնվում ենք, եթե հոգով շարժվենք։ Հիսուսին Աստված ինչ ասեց, հայրը երկնքից ասում է ձայն եկավ առաքյալներն, ասում է սա եմ սիրել որդին, որին որ ես հավանել եմ, իրան մտիկ տվեք, իրան նմանվեցեք։ Այսքան մենք կարողություն ունենք Հիսուսին նմանվելու։ Դրա համար այսօր շատ կարևոր է որ մենք հասկանանք մի բան, Տեր օգնի մեզի, որ գանք դեպի քեզ, նմանվենք դեպի քեզ, աճենք քո մեջ։ Ամեն։ Այսօր շատ կարևոր է որ մեր հասունություն դեպի Հիսուս Քրիստոս լինի։ Մեր ապագա կյանքը, մեր ընթացքը նմանվի Քրիստոսին։ Որտեվ ծնողը ինչ չափով որ մեծանում է, հələ երեխան փոքր է, վերել են փոքր, հələ ինքը իրան է նման։ Հետո մի քիչ կմեծանա կնմանվի, մի քիչ հորը, մի քիչ մորը, մի քիչ քեռուն կնմանվի, այսինքն ձգտումը գնում է գենը, որտեղ որ շատ այնտեղին է գնում նմանությանը։ Այսօր հետաքրքիր է հոգևոր լինելով արդեն շատ տարիների մեջ ենք, որը որ քիչ է, որը որ շատ է, իշքան ենք նմանվում մենք Տիրոջը։ Ուր ենք մենք գնում։ Շատ անգամ հետաքրքիր է մի վախենալու պահ կար հրյաների մեջ։ Հրյաներ գիտեին իրանց Աստվածը Աստվածն է։ Իրանց Աստվածը Եհովան է։ Բայց Հիսուս ասեց դուք ձեր սատանա հորից եք։ Բայց ինչի համար։ Որովհետև հրյաների նմանությունը սատանային էր նման։ Իրանց պրիրոդան նման էր նրա պրիրոդային։ Որովհետև ասում է դուք ուզում եք ինձ սպանեք ոնց որ սատանան։ Սկզբից մարդասպան էր։ Սկզբից բամբասանք կար։ Սկզբից դատելություն կար։ Ու չերես այս վարքով մենք տենում ենք մենք ում ենք նման։ Մենք ինչ հասունություն ունենք հոգևոր կյանքի մեջ։ Դրա համար շատ կարևոր է որ ոչ թե պատճառները տենանք, այլ մենք տենանք մեզի։ Պատճառը ցույց է տալի մեր ներսը ինչ կա։ Տեսեք շարունակություն, մի փոքր ուզում եմ առաջ գնամ, հələ էսի ներածական է, հələ չեմ սկսել քարոզը։ Պրոստը ծանոթացնեմ, որ մենք պետք է ծնվենք, մենք ինչ որ ժամանակ ապրում ենք, բայց հետո սկսվելի է որ մեզ շատ կարևոր է։ Հռոմեացիների 6-րդ գլուխ 4-րդ խոսք ասում է մկրտությունով նրա հետ թաղվեցանք մահի մեջ, որ ինչպես Քրիստոսը հոր փառքով մեռելների միջից հարություն այնպես առավ, այնպես մենք էլ կյանքի նորոգության մեջ ման գանք։ Այստեղից սկսում է արդեն իմ քարոզը։ Կյանքի նորոգության մեջ ման գանք։ Հոգու մեջ ծնվածը կյանքը նորոգվում է։ Ոնց կարամ ես իմանամ վերստին ծնունդ ունեմ, ես դե չէ։ Եթե իմ կյանքը չի նորոգվում, ես վերստին ծնունդ չունեմ։ Վերստին ծնված մարդի կյանքը նորոգված է լինում։ Ինքը գնում է դեպի նորոգման։ Ինքը գնում է դեպի զորության մեջ։ Իր կյանքը փոխվում է։ Ինչի որ մենք ուշադրություն չդարձնենք, ամեն եկեղեցի չի գալով, որ ինքը ունի վերստին ծնունդ։ Այլ վերստին ծնված մարդու կյանքում փոփոխություն է տեղի ունենում։ Եթե մարդու կյանքը փոփոխություն չի լինում, այդ մարդը հələ վտանգավոր է, ինքը հələ պետք է մտածի մի հատ իր կյանքում, ուր է հասնում, ինչ է հասնում, որտեղից է ծնված, արդյոք ինքը ունի վերստին ծնունդ։ Մենք այսօր պետք է հասկանանք մի բան, որ մեզ պետք չի հարմարացնենք աշխարհի մեջ։ Մենք ուրիշ ենք։ Մենք Տիրոջն ենք, մենք վերևից ենք։ Հայկական լավ խոսք կա, չի ասում հո վերի արտի ցորենը չես։ Ասեմ, հենց վերևի արտի ցորենն ենք։ Ինչի որովհետև մենք վերստին ենք ծնված, մենք երկնքից ենք ծնված, մենք հոգուց ենք ծնված, մենք պետք է փոխվենք։ Հետո հետաքրքիր է ոնց կարամ ես իմանամ, առաջինը որ մենք կարանք իմանանք մենք վերստին ենք ծնված դե չէ, մեր հին պրիրոդան պետք է կողքի գնա։ Մենք նոր պրիրոդա պետք է ունենանք, նոր բնավորություն պետք է ունենանք, նոր հասկացողություն պետք է ունենանք։ Եվ երկրորդը շատ կարևոր է որ քո շրջապատը վերստին ծնված մարդիկ են դե չէ։ Եթե քո շրջապատը վերստին ծնված մարդիկ չեն, ուրեմն դու էլ վերստին ծնված չես։ Եթե ում հետ որ դու նստում ես խոսալու, շփվելու, ժամանակը տանցկացնելու, լավը զգալու, հանգստանալու, խաղաղվելու, ուրեմն դու վերստին ծնված մարդ չես։
Վերստին ծնված մարդու սիրտը ձգտում է, իր շփումը վերստին ծնված մարդ լինի։ Ինքը ուզում է Աստծուն սիրող մարդու հետ ինքը շփվի։ Հիմիկ ասես դե իրանց հետ պետք է շփվենք, որ ապաշխարության բերենք։ Իրանց հետ չես շփվի ապաշխարության բերես, իրանց ավետարան պետք է քարոզես, որ ապաշխարության բերես։ Բայց շփումը քո հետ պետք է լինի վերստին ծնված մարդիկ։ Եթե այն մարդը, որ աշխարհի մարդկանց հետ է շփվում, ու դրա մեջ ինքը հանգստանում է, դրա մեջ ինքը լավ ազգում, ինքը հələ թող մի հատ մտածի իր վերստին ծնվան մասին, արդյոք ինքը վերստին ծնունդը չէ։ Ամեն։ Ոնց որ մենք վերստին ծնվեցինք ու սկսեցինք ամոթով ապրելը այն անցած բաները, որ հիշում ենք, ով է այսօր սատանան շատ անգամ հիշացնում է մեզի։ Աստված չի հիշացնում, սատանան հիշացնում է։ Բայց ով է այդ ամեն ինչը հիշելով լավ զգում կամ վատ զգում։ Եթե վատ ենք զգում, ուրեմն նորմալ է։ Եթե հələ լավ ենք զգում, ասում ենք այ մի քիչ ուշ ապաշխարենք, մի հատ էս հարցերն էլ դզենք, դա արդեն վտանգավոր է։ Ինչի որովհետև մենք պետք է տարբերություն ունենանք, ոնց մարմնով ծնվածի եւ մարմնով չծնվածի մեջ տարբերություն կա։ Ինչ տարբերություն կա, գիտեք։ Կա ու չկա։ Մարդը եթե չի ծնված, չկա։ Ու մարդը եթե ծնված է, կա։ Ուրեմն չկա ու կայու մեջ կա տարբերություն։ Կա տարբերություն։ Ու նույն ձևի վերստին ծնված մարդու տարբերությունը եւ չծնված մարդու տարբերությունը էլի կա։ Դա համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք, Տեր օգնի ինձ, որ ես հասկանամ։ Եթե ես ծնված եմ ու ես ունեմ կյանք, ես նաև ունեմ փոփոխություն։ Ես պետք է փոխվեմ։ Ես պետք է զորություն գնամ, օրհնությունից օրհնություն գնամ, հաղթությունից հաղթություն գնամ։ Սա Տերն է խոստվել մեզի։ Շատ անգամ սատանեն բերում է մի հատ վիճակ է դնում, հարմարացնում է մեզ, թե լավ արդեն սա 10 տարի հոգևոր են, դե ես էլ նմանվում եմ իրանց, վсё, իրանք ինչ թեմայով խոսում են, ես էլ այդ թեմայով խոսում եմ, չէ։ Մի հետաքրքիր տղա կար Սամվել անունով, Աննայի տղեն։ Ինքը փոքր է, երբ որ կաթից կդրվավ, ինքը գնաց տիրոջ տապանակի մոտ էր քնում, գիշերը իր սիրտը ընդեղ էր, ինչի որ առավոտ շուտ ինքը հելի տապանակի նկատմամբ ծառայություն անի, ինքը էս ամեն ինչ անի, Իրանից ավակ մարդիկ կային ծառայող, հեղիի որդիները, բայց հեղիի որդիները իր համար ավտորիտետ չէին։ Հեղիի որդիները իր համար ոչինչ չէին, այլ իր ավտորիտետը, իր սերն էր դեպի Աստծո նկատմամբ։ Ու այդ սերը տարավ դեպի այն ծառայության, որ Տերը հավանեց ու մարգարե դարձրեց իրան։ Այսինքն ամեն Աստծուն ծառայող չի, որ Տերը կարա հավանի։ Բայց ինչը պետք է կարա Տերը հավանի, քո սերը դեպի իրան, իմ սերը դեպի իրան, եւ սա հավանություն է տալ Տերը ու դնում է քեզի որպես մարգարե, դնում է քեզի առաքյալ, դնում է քեզի ծառայող։ Բոլորն էլ ծառայում են, բայց բոլորը չի որ Աստծուն հաճելի են։ Դրա համար շատ կարևոր է որ մենք այսօր հասկանանք Տեր օգնի մեզի։ Լավ է, վերստին ծնվել ենք, հասել ենք, արդեն այս վիճակի արդեն հասել ենք, բայց դες մենք պետք է առաջ գնանք։ Տեսեք Պետրոսում, երկրորդ Պետրոսում ինչ ասում։ Ասում է եւ աճեցեք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհքովը եւ գիտությունովը նրան լինի փառք եւ հիմա եւ մինչեւ հավիտենական օրը ամեն։ Հետաքրքիր է ում ասում աճեցեք, ով որ վերստին ծնված է։ Ով որ վերստին ծնված է։ Վերստին չծնված մարդը չի կարող աճի, որովհետեւ ինքը չկա։ Ասենք մի հատ անունով մարդ կա, Մամփրեյ անունը, հա։ Ու էսի չի ծնվել, հիմի ոնց ինքը աճի։ Գիկոսը չի ծնվել, ոնց ինքը աճի, ոնց հələ մահանա։ Ինքը հələ չի ծնված։ Այսինքն Պետրոսը թղթերի մեջ խոսում է վերստին ծնված մարդկանց նկատմամբ, որ մեզ պետք է աճել։ Ու ինչի մեջ աճենք։ Տիրոջ շնորհքով եւ իր գիտությունով։ Լսեք, շատ անգամ քրիստոնյա լինելով ու տարիներով Քրիստոսի մեջ լինելով, մարդիկ ընենց են պահում իրանց, ոնց որ երբ որ այդ մարդուն հարցնես մինչև Քրիստոսին գալը դու տենց է, կասի չէ։ Այսինքն անշնորհք էլի։ Բայց ինչ եղավ, Քրիստոսի մեջ եկավ, ինչի անշնորհքությունը մեծացավ։ Բայց չէ որ Տերը ասում աճեցեք շնորհքի մեջ ու գիտության մեջ։ Այսինքն մենք պետք է հասունանանք Տիրոջ շնորհքի մեջ։ Իսկ ո՞րն է Տիրոջ շնորհքը։ Հոգու պտուղները, որոնք որ գրված են։
Համբերության մեջ, սիրո մեջ, իրար պատիվ տալու մեջ, իրարից առաջ չանցնելու մեջ, իրար պատիվ տվեք, եղբայրը թող եղբորը պատիվ տա։ Բայց չգիտես, չի առաջին ուզում ես դու երևաս։ Առաջին ուզում ես կենտրոնում լինես, առաջին սա շնորհ չի։ Դե աշխարհի մեջ մենք ծերերին տեղ ենք զիջում, իսկ հիմա չենք ուզում զիջենք տեղը։ Երբ որ առաջի անգամ գալիս ենք եկեղեցու միշտ աշխատում ենք նոր մարդուն պատիվ տանք նստացնենք, որ լավը զգա, բայց հիմա չենք ուզում, մենք մեր տեղը ունենք, ինչի համար։ Դրա համար Աստված ուզում է, որ մենք աճենք շնորհքի մեջ։ Մենք աճենք շնորհքի մեջ ու գիտության մեջ։ Եվ սա է ցույց տալ, որ մենք հոգևոր ծնունդ ունենք ու հոգևոր աճ ունենք։ Ով որ կյանք ունի իրան ներսում, ինքը աճելու տեղ ունի։ Այն մարդը, որ չի աճում, իրան ներսում կյանք չկա։ Սերգեյոյչն է հետաքրքիր խոսք ասում, եթե իր մեջ կյանք կա, ուրեմն ինքը կաճի։ Բայց եթե չի աճում, ուրեմն կյանք չկա։ Ու ես այդ կյանքի մասին եմ խոսում։ Ու մենք մեզի կարանք խափենք, ցույց տալով մենք վերստին ծնված ենք, բայց հավատա, ոնց մարդը վերստին ծնվում, այդ ձև կարան մահանա։ Որովհետև վերստին ծնված մարդը ինքը չի կարա դատվի Աստծո դատաստանի առաջ չի կարա կանգնի։ Վերստին ծնված մարդու առաջ երկնքի դռները բաց են։ Բայց 10 կույսերի պատմություն ինչումն էր, այն 5 կույսերն էլ գիտեին, որ իրանք վերստին ծնված են, իրանք Տիրոջ հարսն են, Տիրոջ ճաշակը նա իրանց վրա, հեսա Տերը մի անգամ դռներ բացելի է, ինչի որովհետև բայց ժամանակ եկա, որ Տեր ասեց, ես ձեզ չեմ ճանաչում։ Ինչի համար, որովհետև կորցրել են այն կյանքը, որը որ Աստված տվել էր իրանց։ Աստված ստեղծեց Ադամին։ Ադամի հետ շփվում էր, Ադամի հետ ապրում էր Աստված, գալիս էր հով ժամանակ Ադամի հետ շփվելու մեջ։ Օրերս մի օր եկավ, Տերը ասեց Ադամ ուր ես, Ադամը ձեն չկար, Ադամ ուր ես։ Ինչա, Տերը չգիտեր Ադամ ուր է։ Ինչն էր պատճառը Ադամի, որտեղ ինքը հոգով մահացավ։ Գիտեք, շատ անգամ մի բան ասեմ, երկար ժամանակ, որ հայտնություններ չենք ստանում, արդյոք Աստված չի խոսում։ Դե միգուցե ես եմ մահացած արդեն։ Դե արդեն էլ ես չեմ զգում Աստծո խոսալը եւ չխոսալը։ Այսօր շատ կարևոր է, որ մենք ուշադրություն դարձենք սրա մեջ, որ Տեր օգնի ինձի։ Ես գիտեմ դու խոսացող Աստված ես ու ամեն ժամանակ խոսում ես, ծննդոցից սկսել ես խոսալը մինչև հայտնություն դու խոսում ես։ Խոսում ես, որ ես կյանք ապրեմ, ես ուրախանամ, ես բայց ի՞նչն է պատճառը։ Այսօր ես կարիք ունեմ հոգու աճը։ Տեր օգնիր աճելու, ամեն։ Այս ամենի վրա ես եմ ին վրա ուշադրություն դարձնում։ Որտեղ մենք պետք է աճենք։ Մենք պետք է հասունանանք։ Հոգու մեջ եթե չաճեցինք, դա վտանգ է մեզ։ Եվ սատանան կուզի էսի, որ չաճենք։ Ինչի համար, որովհետև դա իրան ձեռա տալի։ Իսկ ինչ է բերում, որ չաճի։ Օրինակ, մարդու կյանքում ինչ-որ մի բան չի աճում, ի՞նչն է պատճառը։ Վիրուս կա իր մեջ։ Վիրուս կա, դրա համար չի աճում։ Իսկ այսօր սատանեն բերում է աշխարհի վիրուսն է դնում մեր ներսում։ Մենք սկսում ենք աշխարհի նման մտածելը, աշխարհի դիրք ունենալ, աշխարհի նման հագնվելը, աշխարհի նման ձևավորվելը։ Ինչ-որ դիրք ենք ուզում, բայց արդյոք Տերը այդ դիրքը չի տվել, որ ավելին է չեմ մնացած դիրքը, որ մենք ուզում ենք։ Չէ՞ որ Հիսուսը տվեց մեզ որդիական դիրք։ Մենք որդիներ ենք այսօր։ Երկինքը, երկիրը, հրեշտակները, սատանան, բոլորը գիտեն այդ ինչ դիրք Աստված մեզ տվել։ Միթե տեից ավելի բարձր դիրք ենք ուզում։ Դրա համար այսօր կարիք ունենք, որ այն դիրքը, որ Աստված արդեն տվել է, պահենք, որ չկորցնենք։ Որդիական դիրքը, ժառանգական դիրքը։ Դրա համար այսօր շատ կարևոր է, որ մենք հասկանանք Տեր օգնի մեզ։ Տեր օգնիր մեզ, որ մենք հոգևոր հասունություն ունենանք, որ աճենք շնորհքի մեջ, աճենք գիտության մեջ։ Ամեն։ Ում քունը կտանի կարա հելնի մանգային հետևը մենակ լսի։ Որովհետև ես չեմ ուզում ծիծաղացնեմ ձեզ։ Որովհետև Տիրոջ հոգին չի եկել ծիծաղացնելու համար մեզ։ Տիրոջ հոգին եկել է մխիթարելու, բայց ոչ բոլորին։ Շատ անգամ գիտենք Տիրոջ հոգին եկել է մխիթարելու մեզ, լսի, եթե դու սքավոր չես, Տիրոջ հոգին քեզ չի մխիթարի։ Տիրոջ հոգին մխիթարում է սքավորներին։ Լուշադիր կարդանք։
Ու եթե տկար չես, Տիրոջ հոգին չի եկել քեզ զորացնի, Տիրոջ հոգին եկել է զորացնի տկարներին։ Այսինքն կարևոր է այստեղ, որ այսօր որ դիրքում ենք, Տիրոջ հոգին ինչ գործ է այսօր անում։ Շատ անգամ Տիրոջ հոգին գալիս է հանդիմանելու էլ։ Դրա համար Տեր օրհնի ամեն մեկիս։ Ուրեմն առաջի Կորինթացիների առաջի 3-րդ գլուխ 1-ից 3-րդ խոսքը սենց ասում, ասում է եւ ես եղբայր չկարողացա ձեզ հետ խոսել ինչպես հոգևորների հետ, այլ ինչպես մարմնավորների հետ, ինչպես մանուկների հետ Քրիստոսումը, կաթ խմեցրի ձեզ եւ ոչ թե կերակուր, որովհետեւ տակավին չեք կարող, այլ հիմա էլ դեռ չեք կարող, որովհետեւ տակավին մարմնավոր եք, վասնզի տակավին նախանձ եւ կռիվ եւ բաժանումներ կան ձեզանում, չէ որ մարմնավոր եք եւ մարդկորեն եք վարվում։ Հետաքրքիր է Պողոս Առաքյալը Կորինթացիների թուղթը գրելուց ինքը շատ տարիներ առաջ ինքը թղթեր գրած կամ այցելություններ անում, բայց ասում է ժամանակին նայելով դուք պետք է վարդապետ լինեք, բայց դեռ հələ չեմ կարող ձեզ հետ խոսեմ, ոնց որ հասուն մարդիկ, հասուն քրիստոնյաներ։ Ինչի համար չեմ կարող խոսամ, ասում է որովհետև վերջում տեսեք, ասում է մարդկորեն եք վարվում, այսինքն աշխարհի նման եք վարվում։ Այսինքն մենք կարանք լինենք տարիներով Քրիստոսի մեջ, բայց աշխարհի նման վարվելով մենք չհասկանանք Աստծո խորությունները ու ոչ մեկ չկարողանան մեզ հոգևոր բաներ խորհուրդներ տալ, շնորհք ավելացնի մեզ։ Ու ինչ անենք, որ հեշ մեկը պետք է հանականի ծիծաղ անեկդոտ պատմի կամ եսի մեջ, հետո էլ այդ անեկդոտներն էլ ինչ որ ճակերտավոր բաներ են կամ որ ասենք դե հոգևոր մարդիկ ենք։ Որ կարողանանք լսենք Աստծո խոսքը։ Բայց չէ որ Աստծո խոսքի մեջ կա մի բան, որը որ ավելի արթնացնում մեզի, իր շնորհքը, իր սերը, իր գիտությունը դա մեզ պետք է ցնծացնի։ Եվ հեսա որ ասում եմ ժամանակներին նայելով հələ դեռ կաթ եմ տալի, դեռ ասում եմ այսպես չի կարելի, այսպես կարելի է, չի կարելի, որովհետև կարող եմ մեղքի մեջ ընկնես, սա կաթ խմել է, որը որ նոր ծնված մարդու, նոր վերստին ծնված մարդու հետ է խոսում, բայց հոգևոր մարդու հետ խորություններ կա, որ պետք է խոսենք, խոսենք Քրիստոսի շնորհքի մասին, խոսենք հայտնությունների մասին, ամեն, դրա համար Տեր օրհնի ամեն մեկից, որ ասենք Տեր օգնի ինձ ես հասունանամ։ Հետաքրքիր է Աննան, երբ որ Սամվելին ունեցավ, ինչ խոստմունք տվեց, ասեց երեխային կաթից կկտրվի, նոր կտանեմ ես Տիրոջը զոհ կտամ, ընծա կտամ ես Տիրոջը։ Ու ինչ տեղի ունեցավ, որ Սամվելը կաթից կդրվեց ու Աննան տարավ ընծայեց Տիրոջը, ու ինչ եղավ, Տիրոջ տան մեջ բնակվեց։ Իսկ քանի որ ինքը կաթի մեջ էր, կաթ էր հələ խմում, ինքը չէր ընծայված, ինքը Տիրոջ տան մեջ չէր ապրում։ Ինչի համար, որտեղ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, եթե ես այսօր կաթ եմ խմում հոգևոր առումով, Տիրոջ ներկայությունը հələ չի կարող իմ կյանքում փոխի իմ էությունը։ Տերը գալիս է մեր կյանքը փոխելու, մենք ապրենք Տիրոջ համար, մենք Տերը վստահի մեզ։ Մեզ պետք է առաջ գնանք, մեզ պետք չէ կաթ խմենք, կաթ խմելը լավ է նոր ծնվածի համար, բայց երբ որ մի տարի, 2 տարի, 3 տարի անցնում է, հələ մարդ կաթ է խմում, լավ չի այդ կաթ խմելը արդեն։ Մեզ այսօր պետք է հասուն կերակուր ուտենք, ինչի, որ Տիրոջ սրահների մեջ ման գանք։ Եթե ուզում եք Տիրոջ սրահների մեջ ման գանք, մենք պետք է կաթից զրկվենք արդեն։ Տեր օգնի ինձ հաստատուն կերակուրի համար։ Լավ է, որ ես ծնված եմ, լավ է, որ ինչ-որ ժամանակ կաթ եմ խմել, բայց ինձի ժամանակն է հասուն կերակուր։ Այսօր տուր ինձ այդ հասուն կերակուրը, քո խորությունները բացի ինձի։ Ինչ էր ասում է, ձեր մեջ դեռ նախանձ կա, կռիվ կա, վեճ կա, եւ սա ցույց է տալի, որ դեռ մանուկ ենք։ Եթե մեկի լավության նկատմամբ չենք ուրախանում, մեկի վատության նկատմամբ չենք տրտմում, կամ ինչ-որ մեկի նկատմամբ մրցակցության մեջ ենք ընկնում, կամ ինչ-որ մեկին նախանձում ենք, սա մանկությունն է, սա մարդկորեն է, սա աշխարհային է, եւ սա պետք չի մեր ներսում բնակվեն, հավատա, Տերը քեզ սիրում է, բայց չի սիրում այդ բնավորությունդ, 100%, ու Տերը շատ կուզենա ազատվես այդ բնավորությունից, Տերը շատ կուզենա ազատվես մանկությունից, շատ անգամ մենք ուզում ենք Աստծուց հաղթություններ ունենանք մեր կյանքում, օրինակ ես ուզում եմ, չգիտեմ, ով չի ուզում է, ես ուզում եմ, որ իմ կյանքում ունենամ հաղթություններ, բայց հասկանում եմ մի բան, որ մանուկը հաղթություն չի կարող ունենա։ Ինչի համար մանուկին բանակ չեն տանում։
Ինչի կռվի չեն տանում մանուկին։ Հարց լուծելու չեն տանում, աշխատանքի չեն տանում, ոչ միտեղ չեն տանում մանուկին։ Բա ինչ են անում մանուկին։ Հեշտուն աճացնում են, սովորացնում են, դպրոց են ուղարկում սովոր, ինչի որ հասունանա, ինչի համար։ Որ իր կյանքում ունենա հաղթություններ։ Թե չէ մանուկին տանես կռվի, գերի կընկնի։ Տանես աշխատանքի վնաս կբերի, իրան կվնասի։ Ու շատ անգամ մենք լինելով հոգևոր մարդիկ, մենք ուզում ենք միշտ հաղթություն ունենանք, բայց չենք հասկանում, որ ախր եթե փոքր բանի մեջ մենք հələ դեռ նախանձում ենք, ախր ո՞նց կարանք մենք հաղթություն ունենանք։ Չէ՞ որ առաջինը ես ինձի պետք է հաղթեմ։ Եթե իմ մեջս տեղյանում այդ նախանձը, մեջս տեղյանում այդ պատերազմը, մյուսի նկատմամբ կամ այն մյուս չարախոսություններ կամ կռիվներ կամ լսի իմ վրա ես պետք է ծոմ ես պետք է մտնեմ, ես պետք է ազատվեմ, ես պետք է հասունանամ։ Ես սրա մեջ պետք է աշխատեմ, աճեմ։ Ես առաջինը չերևամ, առաջ երևացողն էլ մանկություն։ Ամեն ինչի որ ուզում է ինքը կենտրոնում լինի։ Հəl փորձվի երեխան մի բան ուզում է բացատրի ու դու չես լսում։ Կգա փեշիցդ կքաշի, ոտերցդ քաշի, ինչի համար որ կենտրոնում լինես։ Բայց հասուն մարդը տենում է չեն լսում։ Լռում է, սպասում է իր ժամանակին։ Հասուն մարդը ձևամ, սպասում է իր ժամանակին, բայց շատ անգամ բնավորությունով մարդիկ կան, որ իրանք հասուն են, բայց էլ իրանք խոսում են, լսես չխլսես, խոսում են։ Ու դու լսելով ավելի ես հոգնում, չեմ ինքը խոսալով, հասկանում ես այս մանկությունն է։ Լսել, սուս մնալը։ Ժամանակը տանցավ, 5 րոպե ժամանակը տանցավ, թող հələ մարդիկ խոսան հիմա էլ, բայց չէ ինքը խոսում է։ Սա մանկությունն է։ Մենք պետք է ինչ անենք, մենք պետք է հասկանանք ժամանակները։ Հիմի լռելու ժամանակը։ Դեն մենք մարդու դեմքից, որ մարդը հոգնավ արդեն։ Всё, պետք է հասուն մարդն է ինքը զգում։ Մանուկ ինքը չի զգում, ինքը իրանը պետք է ասի անպայման։ Ու վայ են մանուկին հանգարց ներսը շատ բան ունի ասելու։ Դրա համար այսօր մենք կարիք ունենք հասունանալու։ Մենք կարիք ունենք աճելու։ Մենք կարիք ունենք կաթից կդրվելու, ասելու Տեր, քո հաստատ կերակուրներից դուր մեզ ուտելու։ Ամեն։ Մի փոքր ուզում եմ առաջ գամ։ Առաջի Կորինթացիների 14-րդ գլուխ 20-րդ խոսքը։ Եղբայր, մտքով տղա մի լինեք, բայց չարության կողմանե տղա եղեք, իսկ մտքով կատարյալ եղեք։ Սա ինչի ասում, որ մեր մտածելակերպը չլինի մանկան մտածելակերպ։ Պատահական կարող է ինչ-որ մի հատ սխալ բան տեղի ունենա, բայց ասում է չմտածված թող դա տեղի ունենա, բայց ոչ թե մտածելով։ Ինչի համար, որովհետև եթե կարևոր չլներ, տեսեք Կորինթացիներում Պողոս առաքյալը միշտ գրում է այս հասունության մասին, որ ձեզ պետք է հասունանաք, ձեզ պետք չի մանուկ մնաք։ Որովհետև շատ անգամ մանուկ երբ որ մնում է մարդը, այդ մանկությունը կարա է իրան կորցնի, կարա է իրան էլի սպանի։ Մանուկ մարդուն դու բաց չես թողում ճանապարհ անցնելու, ինքը սխալ կանցնի ու իրան կվնասի։ Այսօր կարիք ունենք մենք աճելու։ Ինձանից սկսած, բոլորցս, որ մենք հոգևոր հասունություն ունենանք, որ մենք ճանաչենք Աստծո խորությունները, Աստծո շնորհքը, Աստծո գիտությունը հասկանանք։ Տեսեք 13-րդ գլխում սիրո այդ գլուխը որ կա Կորինթացիների 9-ից 12-րդ խոսքը ասում է, որովհետև փոքրի շատը գիտենք եւ փոքրի շատը մարգարյանում ենք, բայց երբ որ կատարյալը գա, այս փոքրի շատեն կխափանվի։ Երբ որ երեխայի պես է խոսում, երեխայի պես է մտածում, երեխայի պես է համրում, բայց երբ որ մարդ եղա, այն երեխայության բաները խափանեցի։ Որովհետև հիմա հայլու մեջ եմ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դեմադեմ։ Հիմա փոքրի շատ եմ տեղյակ, բայց այն ժամանակ այնպես կգիտենամ, ինչպես գիտված եմ։ Հետաքրքիր ասում է, փոքր բաները մանկությունս թողեցի։ Ինչի համար, որ ես հասունանամ։ Մինչև չթողենք մեր մանկությունը, մենք չենք կարող հասունանանք։ Ում ձեռը խաղալիք կա, որը որ ինքը շատ տարիներ առաջ խաղացել է փոքր ժամանակ։ Կա ինչ-որ մեկի ձեռը խաղալիք։ Թողել ենք։ Թողել ենք դրանք, ինչի համար, որովհետև մենք արդեն ամոթ հետ խաղալիքը հետ ներս մանտանք։ Ասենք այդ խաղալիքի անունը նախանձ է։ Ոնց լավ է շխշխկում սենց։ Բայց թողել ենք էդի։ Ինչի համար, որովհետև դա էլ ամոթ է արդեն, պետք չի մեր ձեռը պահենք։
Մենք պետք է դաժե կորցրել ենք։ Շփրտել ենք կողքի, մուսորն ենք գցել։ Ինչի, որովհետև դա էլ վայել չի մեզ։ Արդեն մեզ վայել բաները կարևոր բաներ են, որը որ մեր ապագային տեղ են տալի։ Նույնը մենք այսօր պետք է կորցնենք դրանք։ Անձամբ իմ աճի համար ես պետք է թողեմ իմ մանկությունը։ Դու պետք է չթողես, ես պետք է թողեմ։ Ու իրավիճակները գալու են իմ կյանք, որ տենամ ինչ չափով եմ ես թողել այդ մանկությունը։ Ինչ չափով եմ թողել, ինչ չափով եմ հասունացել։ Դրա համար այսօր քրիստոնյա լինելով մենք պետք է հասկանանք, քրիստոնյա դա պաշտոն չի, դա կյանք է, որ մենք պետք է ապրենք։ Դա պաշտոն չի։ Եկեղեցու մեջ չկա պաշտոն, դա կյանք է, որ մենք պետք է ծառայենք, մենք պետք է ապրենք։ Հետաքրքիր մնացորդացում մի պատմություն կար։ Առաջի մնացորդաց 19-րդ գլուխ 5-րդ խոսքը։ Մարդիկ կային, որոնք որ հարևան թագավորությունից թագավորը մահանում է, որդին է լինում թագավոր, ու Դավիթը մարդիկ է ուղարկում որպես ցավակցի, որպես ու այս մարդիկ կարծում են, դե Դավիթը այդ մարդկանց ուղարկելա, որ լրտիսի իրանց երկիրը, որ հետո պատերազմ մասնակցի։ Ու ինչ է տեղին են, որ բռնում են այս Դավիթի ուղարկած մարդկանց մուրուքներն են կտրում, ծաղրում են, շորերի կեսը ճողում են ու տենց բաց են թողում, այսքան անարգում են այդ մարդկանց։ Ու տեսեք Դավիթը ինչ ասում է, եւ ասում է, եւ գնացին ու պատմեցին Դավիթին այն մարդկանց մասին, եւ նա մարդ ուղարկեց նրանց դիմավորելու, որովհետեւ այն մարդիկ շատ անարգվել էին, եւ թագավորն ասեց, մնացեք Երիքով, մինչեւ որ ձեր մուրուքը աճի եւ հետո դարձեք։ Հետաքրքիր է, անարգվել էին իրանք, ինչ էին անարգվել, իրանց մուրուքը կտրել էին, այսքան իրանց հասունությունից զրկել էին։ Մենք հոգևոր մուրուք պետք է ունենանք։ Շատ անգամ լինում է, չէ՞, տղաներ մանավանդ նոր մի երկու հատ մազա աճում ուզում է մուրուք պահի, ցույց տա, որ ինքը տղամարդ է։ Ինչի է ուզում ցույց տա, որ ցույց տա, որ ինքը արդեն հասուն է։ Աղջիկներն էլ քսվելու մեջ են ցույց տալի իրանց հասունությունը։ Հələ աշկի տեղ չգիտեն, արդեն ուզում են բան քսեն աշկին։ Ինչի, որ ցույց տա իրանց հասունությունը։ Այսքան ինչ էր տեղ ունեն, որ այս մարդկանց անարգել էին, ինչի, որովհետև երբ որ մարդու հասունությունը կորում է, ինքը իրան անարգում է։ Եվ Դավիթը ինչ ասեց, թող մնան այդտեղ, մինչև իրանց մուրուքը կերկարի, մինչև իրանք հասունությունը կունենան, մինչև այդ ամեն ինչը կարգավորվի, այդ անարգությունից իրանք դուրս կգան։ Այսքան հոգևոր մարդը, երբ որ չունի հասունություն, անարգանք է իր կյանքում բերում։ Մենք այսօր կարիք ունենք մեր կյանքը օրտնելու։ Շատ անգամ չգիտեմ ինչի սաղս, երբ որ օրտնություն ենք ասում, տենում ենք $10. Էդի օրտնություն չի։ Օրտնությունը, երբ որ մարդը իր կյանքում չբերի անարգանք։ Երբ որ ինքը օրտնված լինի, երբ որ իրան ամեն մեկը, երբ որ իր բերանը կբացի, կասի օրտնված մարդ է այս մարդը։ Այս մարդը հաջողակ մարդ է։ Առակացը կարդացեք, ասում է անունը ամեն ինչից բարձր է։ Միթե Աստված, երբ որ քեզի քո անունը բարձրացնում է մարդկանց առաջին, սա օրհնություն չի։ Դրա համար այսօր կարևոր է, որ մենք հասկանանք, այն մանկությունը, որ կա, ինքը բերում է իմ կյանքի մեջ անարգանք։ Հետո ասեմ, դες, էսի եկավ ինձ ասեց, ես էլ իրան ասեցի։ Ախր պետք է այդ պարապաշարը պրծած լիներ քո կյանքի մեջ։ Պետք է լվացված լիներ, տես պարապաշար պետք է չունենայիր։ Անլուրջ խոսակցության պարապաշար պետք է չունենայր։ Պրոստը պետք է հասկանայր, որ դու էդի չունես, լռես ու անցնես առաջ։ Ոչ թե դու անպայման իր ասածից երկու անգամ ավել պետք է պատասխանեիր։ Սա հոգևոր հասունությունն է։ Եվ մենք պետք է չանարգենք մեզի։ Ամեն։ Տեր օրհնի ամեն մեկից։ Տեսեք Սաղմոս 2-ում ինչ ասում, 133-ի 1-2 ասում է, տես ինչքան բարի եւ ինչքան ցանկալի է, որ եղբայրքը իրար հետ մեկտեղ են բնակված։ Այն ազնիվ յուղի պես է, գլխի վրա, որ թափվում է մորուքի, այսինքն Ահարոնի մորուքի վրա, եւ իջնում է միջև նրա հանդերձների ծայրը։ Հետաքրքիր է, որ յուղը գլխից իջնում է մորուքի վրա, հետո նոր հանդերձների վրա։ Հանդերձների վրա մինչև հասնելը մորուքի վրով է իջնում յուղը։ Մինչև յուղը քեզի հասնելը
քո հասունությունի վրայով է գալու։ Եթե ունես հասունություն, յուղը իջնելի է քո վրա։ Եթե չունես հասունություն, այդ յուղը չի իջնելու քո վրա։ Ինչքանի տարի ուզում ես հոգևոր եղի, չի իջնելու։ Ասма գլխից է գալի, Տիրոջից է գալի յուղը։ Յուղը Քրիստոսից գալիս է, երկրոցի մեջ ասма քո անունը թափված յուղ է ինձ համար։ Այսինքն Տիրոջից այդ յուղը գալիս է, բայց ինչի շատ անգամ չի հասնում մեզի, որովհետև մորուք չունենք հոգևոր աշխարհի մեջ։ Կդրել ենք, մաքրել ենք, բայց Տեր ուզում է, որ այսօր յուղի ճանապարհը չերես մորուք է գալու, չերես հասունություն է գալու։ Ինչը որ մանկության տեղը Տերը օրհնել է, վсё, օրհնել է, ընդից հետո էլ Տերը չի օրհնելու որպես մանկություն։ Տեր ուզում է հասունություն տեսնի։ Մանուկ ժամանակ մի կես բերան աղոթում ենք, Տերը տալիս է, բայց ինչի հիմի չի տալի Տերը, որտեղ Տերը չի ուզում որ դու մանուկ լինես, Տեր ուզում է արդեն դու հասուն լինես, դու արժեք տաս, գին վճարես, մաքրվես, աճես։ Եվ սրա համար էլ Տերը չի տալի, ու երբ որ աղոթում ենք ու Տերը էլ չի տալի, նշանակում է Տերը արդեն ինձի տեսել է որպես հասուն, ինձի պետք է արդեն գին վճարեմ, ջանք անեմ, աճեմ դրա մեջ։ Դրա համար շատ կարևոր է որ մենք հասկանանք Տեր օգնի ինձի։ Օգնի, որի մուրուքը չկդրեմ։ Օգնի իմ հասունությունը, որ ես հասուն լինեմ, աճեմ հասունության մեջ, որտեղ յուղը գալիս է այդ ճանապարհով։ Յուղը իր ճանապարհը ունի։ Ամեն մեկը չի որ որոշում է Տեր ջան, այստեղ մի օծի, այստեղ ծոցի, չէ։ Յուղը գիտի, որ Տերը գիտի որտեղից է յուղը թափելու։ Ու շատ անգամ 5 կույսերը, որ յուղի պակասություն ունեին, պատճառը որն է, որ իրանք իրանց մորուքները կտրել էին։ Իրանց կյանքում օծությունը դադարել էր գալ։ Իրանք մանկական ձևով էին ապրում։ Այս էր պատճառ, որ իրանք զապասյուղ չունեին։ Ինչի չունեին զապասյուղ, որտեղ յուղը դադարել էր։ Իրանք ինչ որ ունեին տարիներ առաջ, էդի վառեցին ու պրծավ, վсё։ Բայց այսօր մեզ հասունությունն է պետք։ Այսօր աճել է պետք, Տեր աճացրու մեզի։ Ամեն։ Տեր օրհնի ամեն մեկիս, մի երկու տեղ էլ կարդամ ու վերջացնեմ։ Հետաքրքիր է Տիմոթեոսում, առաջի թող Տիմոթեոսում 4:12 խոսքը։ Տեսեք ինչ ասում Տիմոթեոսն, ասում է ոչ ոք քո մանկություն չանարգե, այլ օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով։ Դաժե Տիմոթեոսը, որ ինքը առաքելական ծառայության մեջ էր, Պողոսի միջոցով ինքը առաքելական ծառայության մեջ էր։ Ու պլյուս որ Պողոսը Տիմոթեոսը ինքը հրյա չէր, հրյայի զավակ չէր։ Ինչ տեղի ունեցավ, հուն էր իր ծնողները։ Ու ինչ էր տեղի ունենում, որ ասում է քո մանկությունը չանարգվի, այլ ինչ եղի, օրինակ եղի, խոսքով, վարքով, սիրով, գիտությունով։ Այսինքն երբ որ մարդը սկսում է սրա մեջ աճելը, իրան էլ չեն անարգում։ Բայց երբ որ մարդը չի աճում սրա մեջ, իրան անարգելու են։ Այսինքն հոգևոր աճ պետք է ունենանք մենք այս ճանապարհների մեջ։ Սիրո մեջ, հա հասկացանք, դե հիմի ոտ սխմեց, հիմի ինչ անենք։ Փառք ասու որ ոտ ունեմ, բայց ոտ չունենայի հաստատ չէր կարա սխմեր։ Հիմի ինչ լավ, ավելի լավ չի սխմի, բայց ոտ ունենամ չեմ։ Հետո շատ անգամ ասում ենք Տեր ջան, ուզում եմ որ այս մարդը ոտը չսխմի։ Հա Տերն էլ հանման այդ վիճակը գցում որ ոտը կտրում են, էլ չեն սխմում։ Ինչ եմ ուզում ասեմ, որ կան պատճառներ, որ պետք է անցնենք։ Բայց սրա մեջ անցնելու համար մենք պետք է դրանով բան անենք, որ Տեր ջան, ոչինչ, փառք ասու ես ամեն ինչի համար, օրհնում եմ ես իրան։ Փառք ասու որ կողս մարդ կա, դրա համար ոտը սխմում է, բա որ մենակ կլնեի հաստատ ոտս չէին սխմի։ Բա փառք ասու այդ մարդու համար, մենք կարանք մի հատ ուրիշ տեսակետից նայենք։ Ոչ թե այն տեսակետից նայենք, էգոյի տեսակետից նայենք, որ վայ ինձի ցավ տվեցին, այլ այն տեսակետից, որ մենք մենակ չենք։ Ու փառքասու ես իրավիճակի մեջ, որ կան մարդիկ, որոնք որ կարան սխմեն, բա որ մենակ կլնեմ ու չսխմեին։ Դրա համար ի՞նչն է պատճառը, որ մեզի նեղացնում է այդ միտքը, մեզ պետք է տեսադաշտը փոխենք, ուրիշ անկյունից նայենք։ Ու այդ ժամանակ մենք կհասկանանք, որ Տերը հասունացնում է մեզ։ Ամեն։ Շատ անգամ մարդիկ ասում են, ես հոգնել եմ այս մարդու ձենից, բայց փառք ասու, որ այդ մարդը կա։ Ժամանակ կգա, որ այդ մարդու ձեն շուտով չես լսի, ասենք Տերը կվերցնի ու էլ շուտով չես լսի, հետո երանելի կտաս կասես երանի այդ մարդը կենթանի լիներ ու իր ձենը լսեի։ Բայց չէ որ ամեն մեկի ժամանակը կա։
Բայց քանի որ ժամանակը կա, դեռ հələ դրանով ապրենք։ Ամեն ու դրանով գոհանանք ու դրանով հոգևոր աճ ունենանք։ Եփեսացիներ մեջի 4-ի 14-16-րդ խոսքը սենց ասում, որ այլևս երեխա չլինեք երերված ու տատանված վարդապետության ամեն քամուց, մարդկանց խաբեբայությունով, որ մոլորեցնեն խաբեբայության խոլամանկությունով, բայց ճշմարիտ լինելով սերի մեջ աճենք նրանում ամեն բանով, որ է գլուխը Քրիստոսը, որից բոլոր մարմինը միասին կազմվելով եւ միասին հարմարվելով ամեն հոդվածի ձեռտվությամբ, ամեն մեկ անդամի ներգործության չափովը մարմնի աճիլը գործվում է իրանձը սիրով շինելու համար։ Մենք շատ անգամ խոսում ենք, չէ՞, մենք աճենք սրա մեջ, բայց ոչ պետք է աճենք։ Առաջինը, որ պետք է սիրենք ու պետք է գործ անենք։ Ծառայենք, մյուսի նկատմամբ չար չմտածենք, մյուսի նկատմամբ նախանձ չլինենք, մյուսի նկատմամբ սխալ բաներ չմտածենք։ Մեկ ասում է, եկավ ինչ-որ պատմություն պատմեց մեկի մասին, որ ինչ-որ վատ բար, հասկացանք, դե արի աղոթենք իր համար, Տերը թող ողորմի, օրհնի, վсё։ Մոռանում ենք, էլ չենք շարունակում պատմենք այդ մասին, թե չէ անդադ այնքան ենք ծեծում, որ մինչև սաղ ոսկոր արուն, սաղ լվում ենք իրար հանում ենք։ Դրա համար մեզ պետք չի, ցավ տվեց, աղոթենք ու անցնենք առաջ։ Եվ սա տալիս է մեր հասունությունը, թե չէ անդադ մտածում է ուրիշ մասին, ասում է դե շատ եմ մտածում, դրա համար խոսում եմ անդադ։ Չէ, դա շատ մտածել խոսալու մեջ չի կապ չունի։ Դա սիրտը պետք է մաքրես, որ աղոթեցիր, տվեցիր Աստծուն պրծավ։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք այսօր հասկանանք, Տեր օգնի մեզ այսօր։ Օգնի հոգևոր հասունություն ունենանք։ Լավա ծնվել ենք, փառք Աստծո։ Լավա որ կանք Տիրոջ դաշտի մեջ, փառք Աստծո։ Մեզի աճել է պետք։ Մեզ առաջ գնալ է պետք։ Տերը փոխում ամեն բան։ Հնարավոր չի մարդը չփոխվի։ Տիրոջ ձեռքերի մեջ Տերը ամեն ինչ փոխում է։ Ամեն, դա համար Տեր օրհնի ամեն մեկից, որ մենք մեր վրա ուշադրություն դարձնենք, Տեր հիմի իմ հոգևոր ուռովենի ճոռովենա։ Արդյոք սա բավական է ինձի։ Արդյոք դու կարաս վստահես։ Միտեղ եմ ուզում հիշացնեմ, ստե չեմ գրել, բայց միտեղ ուզում եմ հիշացնեմ։ Հիշում ենք մի ժամանակ Գեդեոնը, երբ որ եկավ, Աստված իրան ընտրեց ու Աստված ասեց գնա ու թշնամու հետ պատերազմ արա, ու Գեդեոնը հավաքեց մոտավորապես 32,000 հոգի մարդիկ էին, ու ինչ արեց այսքանը շատ են, Տերը ասեց այսքանը շատ է, արի ասա ովքեր որ վախկոտ են, ովքեր որ սրտացավ ունեն, ովքեր որ չեն դիմանա պատերազմին, թող դուրս գան, ասում է եւ դուրս եկան, ասում է մոտավորապես 22,000 մարդ դուրս եկավ այդտեղից, ու ինչ տեղի ունեց, ավելի 10,000 հոգի կային, ասեց սա էլ է շատ, ասեց տար իջացրա թող գետի մեջ ջուր խմեն, գետի ջուր խմեն, ու ես քեզ կասեմ, որը քո հետ կվերցվես, որը քո հետ չես վերցվի։ Եվ ասում է 300 հոգի մարդիկ են, երբ որ գետի ջուր են վեկալում, չերես բուրը վեկալում էին ու խմում էին։ Բայց այն մնացածը 9,700 հոգին, ասում է իրանց գլուխները իջացնում էին ջրի մեջ ու տենց էին խմում։ Ու ասեց այն մարդիկ, որոնք որ չերես բռով խմեցին, իրանց կողքի տար, որովհետև իրանց միջոցով ես քեզ հաղթություն պետք է տամ։ Այսօր շատ կարևոր է, որ մենք հասկանանք մի բան, որ այսօր հասունությունը շատ կարևոր է իմ ու քո կյանքում հաղթության մեջ։ Ինչի համար ձեռը վեկալեց, որ դու ձեռով տենաս այդ ջուրը ինչ կա ջրի մեջ ինչ կա։ Որ դու զանազանես ինչ կա, արդյոք պետք է խմեմ, դե պետք չի խմեմ։ Ամեն բուրը տարածը չէր, որ մարդիկ խմում էին, այլ այն մաքուր ջուրը, որ գալիս էր բուրը, դա են խմում, բայց այն որ արդեն պղտորում էր այդ ջուրը, էլ չեն խմում։ Բայց այն մարդիկ, որ գլուխը կոխած էին այդ ջրի մեջ, գետի մեջ, այդ ժամանակ սաղն էլ խմեն, որովհետև ընդ չէր երևում ոչ մի բան, լիժբը ջուրը լինի։ Ու դրա համար այսօր Տերը ուզում է, որ այսօր մենք հասունանանք հոգևոր դաշտի մեջ։ Ամեն բան չի, որ պետք է դնենք ու խմենք։ Մեկը մի բան է լսում խմում է, մեկը մի բան է տենում խմում է, մեկը ինտերնետից է մի բան լսում խմում է, հետո չգիտես ինչի Աստվածաշունչը թողում են, այդ մարդու ասածն են հիմք ընդունում։ Թեկուզ դուրդ էլ տեկել է, հետո ինչ որ դուրդ տեկել է։ Բայց իրականության հետ չի համապատասխանում։ Դրա համար մեզ պետք է տենանք հասունություն։ Մենք զանազանենք։ Հասուն մարդը զանազանում է։ Ինքը գիտի արդյոք խմի դե չէ։ Աստված 300 հոգուն տվեց հաղթություն մեծ զորքի դեմ։ Ինչի համար, որտեղ նրանք հասուն մարդիկ էին։ Այսօր եթե ուզում ենք մենք ունենանք հասունություն, մեզ պետք է հասունանանք։
Տիրոջ հաղթություն գալիս է մեր հասունության հետ։ Առաջի հերթին ոչ մի բանի չնեղանանք, չվիրավորվենք, զսպվածություն ունենանք, համբերություն ունենանք, սա հոգևոր հասուն մարդու կյանքն է։ Կարանանք զսպվենք, զսպող մարդը միշտ էլ զսպում է, զսպված մարդը լինում է զսպված եւ շորի մեջ, եւ ուտելու մեջ, եւ խոսալու մեջ, եւ ամենտեղ, բայց չզսպված մարդը ինքը զսպված չի լինում։ Եվ սա մանկություն է։ Հասուն սիրում է, վերստին ծնված է, բայց սա մանկություն է, Տերը չի տա հաղթություն։ Դրա համար Տերը օրհնի այսօր ամեն մեկին, որ ինձանից սկսած ուշադրություն դարձնենք մեր հասունությանը։ Ամեն։